Երկու հին թղթապանակ, մոխրագույն գորշ երկաթե պահարանի խորքից հանված, փետրվարի վերջի մոսկովյան գաղտնի հանդիպման արձանագրություններ, որոնցից 6 էջ պակասում են։ Վավերացված օրինակներից մեկում կարմիր մատնահետքեր են, կենսաբանական, ոչ թե խորհրդանշական, եւ պաշտոնական կնիքի հետքերը ցույց են տալիս, որ փաստաթուղթը վերջին անգամ բացվել է 1996 թվականի հոկտեմբերին, Գորբաչովի անձնական արխիվում, երբ նա փորձում էր վերակառուցել իր ժառանգության պատմությունը։ Այս թղթապանակի ներսում Սիլվա Կապուտիկյանի անվան տակ զրոյական մեկնաբանություն է գրված գլխավոր քարտուղարի ձեռքով։ Այս մարդը խոսեց այնպես, կարծես խոստովանության դատարան լիներ, եւ ես գիտեի, որ խոսքերը կարող էին ավելի թանկ արժենալ, քան իմ տեղը այս աթոռին։ Փաստաթուղթը երբեք չհասավ Պոլիտբյուրո, եւ պատճառն այն է, որ փետրվարի 26 թվականին Մոսկվայում տեղի ունեցածը վերածվեց այն գաղտնիքի, որը կարող էր քանդել ամբողջ գերտերության ճակատագիրը։ Այդ առավոտյան Կապուտիկյանը սպասում էր Ստարայա Պլոշյադի պաշտոնական սրահում, որտեղ Գորբաչովի գրասենյակի ծանր կաշվե դռները դեռ փակ էին, եւ ներսից լսվում էր բարակ սուր ձայն, ուրիշ հյուրի վերջին նախադասությունները։ Սիլվան հագած էր սև կոստյում, գնդակներով, եւ նրա վիճակագրական տարվա 69 ոտքերը խառնվում էին հետաքրքրականով եւ վախով միասին, քանի որ նա հիշում էր, թե ինչպես երեկ փետրվարի 25-ին, երբ սպասում էր այս հանդիպմանը, հեռախոսը զանգահարեց Յակովլևը եւ ասաց. Միխայիլ Սերգեևիչը պատրաստ է լսել ձեզ, բայց դուք պետք է հասկանաք, նա չի կարող փոխել պատմությունը մեկ խոսքով։ Բայց Սիլվան որոշել էր, որ կփոխի, որովհետև նրա անունը հայ ժողովրդի համար այլևս միայն բանաստեղուհու մեղծուհուն չէր, այլ ազգի մոր խորհրդանիշ։ Այն կնոջ, ով կարող էր կանգնել կայսրության դեմ եւ խոսել այնպես, ինչպես ոչ ոք չէր համարձակվել։ Դռները բացվեցին ժամը 10 առավոտյան, եւ Գեորգի Շահնազարովը, հայ ծագումով խորհրդականը, ով այդ պահին հենց այն մարդն էր, ով կարող էր կամուրջ դառնալ կամ դավաճան, հրավիրեց Սիլվային ներս, բայց այս պահին պատահեց նախանշված սցենարից դուրս ելած իրողություն։ Սրահում նստած էր Զորի Բալայանը, գրող, Ղարաբաղ կոմիտեի ստվերային առաջնորդը, ում անունը Գորբաչովի օգնականների մոտ արդեն ուներ ազգայնական կարիերիստի վարկանիշ։ Մոսկվայի մթնոլորտը փոխվեց մի վայրկյանում։ Գորբաչովը հայացքը նետեց Բալայանի վրա, եւ Շահնազարովը հետագայում հիշեց. Միխայիլ Սերգեևիչը զգաց հարված հետևից, քանի որ ակնկալում էր մայրական դիալոգ Սիլվայի հետ, բայց ստացավ դատավարություն։ Հենց այդ վայրկյանին Գորբաչովի աշխատասենյակի խորքում լուսաֆորային կարմիր լամպը վառվեց, ինչը նշանակում էր հանդիպումը գրանցվում է, բայց այդ մագնիսաֆոնային ժապավենները միայն 3 տարի անց կծածկվեն կայսերության արխիվներում եւ երբեք չեն հրապարակվի։ Գորբաչովը սկսեց խոսել բարիտոնով, ասելով. Ով մենք գիտենք խնդրի պատմությունը, գիտենք, որ սա անչափ ծանր պատմություն է։ Եվ նրա ձայնը տարածվում էր սենյակում այնպես, կարծես նա արդեն որոշել էր դատավճիռը, բայց կազդարարի այն միայն զրույցի վերջում։ Նա խոստացավ Արցախին տալ 400 միլիոն ռուբլի, տնտեսական եւ մշակութային ռենեսանսի համար։ Խոստացավ անձամբ վերցնել վերահսկողությունը։ Խոստացավ, որ անտեսվող ժողովուրդը վերածվի առանցքային ուշադրության կենտրոնի։ Բայց Սիլվան, ով այդ պահին նստած էր Գորբաչովի աջ ձեռքին, Միջանցքի հակառակ կողմում, լուր մնում էր, եւ այդ լռությունը ծանրաբեռնված էր այն բոլոր արյան հետքերով, որոնք Ադրբեջանում արդեն սկսում էին թողնել նրա հայրենակիցները։ Երբ խոստումների հոսքը դադարեց, Սիլվան բարձրացավ աթոռից, փոքրիկ հասակով, բայց հսկայական հոգով, եւ ասաց նախադասություն, որը Գորբաչովին ստիպեց լռել։ Միխայիլ Սերգեևիչ, ինչ օգուտ ունեն փողերը, եթե դուք չեք տեսնում, որ հանրապետության սահմաններում ցանկացած պահին կարող է պատահել աղետ։ Եվ դուք այս պահին տալիս եք խոստումներ, ոչ թե օրենք, ոչ թե արդարություն, ոչ թե պատմական իրավունք, թե պատմական իրավունք։ Աշխատասենյակի մթնոլորտը սառեց։ Հենց այդ պահին Բալայանը մտավ զրույցի մեջ։ Խոսեց Նախիջևանի մասին, այն պատմական տարածքի մասին, որտեղ հայկական հին եկեղեցիները ոչնչացվում էին եւ Գորբաչովի դեմքը փոխվեց։ Շահնազարովը վկայեց. Նա պարզապես չգիտեր այդպիսի պետական անհանդգիտության մասին, եւ այս անտեղյակությունը նրան չտարփեց, այլ զայրացրեց, քանի որ գլխավոր քարտուղարը չէր ակնկալում, որ կարող է լինել տարածք, որի համար նա ոչինչ չգիտի։ Բալայանը խոսեց տեսական աղետների մասին, որոնք կարող էին տեղի ունենալ, եւ նրա խոսքերը հնչեցին որպես զգուշացում, ոչ թե խնդրանք։ Յակովլևը նստած էր անկյունում եւ գրանցում էր յուրաքանչյուր նախադասություն, իսկ նրա ձեռքի գրությունը անցյալում թողեց մեզ այն սակավ հետքերը, որոնցով կարող ենք վերականգնել այդ տարօրինակ երեխոտնոնը։ Գորբաչովը լսում էր, բայց նրա մարմնի լեզուն արտահայտում էր բացասական ընդունելություն։ Նա խաչում էր ձեռքերը կրծքին, ոտքերը թեք էին աջ կողմ, ինչը ըստ հոգեբանների նշանակում էր պաշտպանական դիրք եւ փախուստի ներքին ցանկություն։
Հանդիպումը տևեց 45 րոպե, եւ դուրս գալիս Սիլվան ասաց Բալայանին փշրված ձայնով. Նա չհասկացավ Զորի, նա մեզ խոստացավ ոսկե լեռ, բայց մեր ժողովրդին պետք է միայն մեկ բան՝ տուն վերադառնալու իրավունքը։ Երբ նրանք իջան Ստարայա պլոշյադի սառած աստիճաններով, Մոսկվայի փետրվարյան երկինքը խավարվեց, կարծես բնությունը նախազգաց այն արյունոտ օրերը, որոնք գալու էին։ Փետրվարի 27-ին Սումգայիթում հայերի դեմ սկսվեցին պոգրոմները։ 27 հոգի զոհվեց 3 օրում, եւ Կապուտիկյանը, լսելով այս լուրերը Երևանում, հասկացավ, որ Գորբաչովի խոստումներն այլևս միայն թուղթ էին, ոչ թե իրականություն։ Նա ասաց լրագրողներին. հայերը հաղթեցին, բայց հետո ճշգրտեց. բարոյական հաղթանակ, որովհետև իրական հաղթանակը դեռ տարիներ հեռու էր, եւ այն ճանապարհը լցված էր արյունով, արցունքներով եւ խորհրդանշական մահով մի կայսրության, որի առաջնորդը չլսեց այն կնոջը, ով խոսեց որպես ազգի խիղճ։ Արդյոք այդ օրը Գորբաչովը տեսավ իր ապագա անկումը Սիլվայի աչքերում, թե նա պարզապես հերքեց նախազգուշացումը որպես էմոցիոնալ պոետիկա, որին վերաբերվող էր միայն քաղաքակրթական համբերությամբ։ Ինչ տեղի ունեցավ Սիլվա Կապուտիկյանի կյանքում մինչև այդ ճակատագրական հանդիպումը, եւ ինչպես մի բանաստեղծուհի վերածվեց ազգի խորհրդանշական մոր, որը կարող էր կանգնել գերտերության առջև։ 1919 թվականին, երբ Հայաստանը դեռ փորձում էր վերականգնվել Օսմանյան կայսրության ապագիտական ոչնչացումից, Սիլվան ծնվեց մի ընտանիքում, որը գիտեր, թե ինչ նշանակում է կորցնել ամեն ինչ եւ վերաստեղծել իսկականությունը բառերից։ Նրա հայրը, պարզ դպրոցական ուսուցիչ, հավատում էր, որ գրականությունը մարդու հոգուց ավելի կարևոր է, քան ֆիզիկական գոյատևումը, եւ Սիլվան մեծացավ այդ վարդապետության մեջ։ Երիտասարդ տարիքում նա սկսեց գրել պոեզիա, որը խոսում էր կանանց եւ անհատ սիրավարների մասին, բայց չանցավ երկար ժամանակ, երբ նրա բանաստեղծությունները վերածվեցին քաղաքական վկայությունների։ Քանի որ նա տեսավ, թե ինչպես ԽՍՀՄ-ի մեջ հայկական ինքնությունը աստիճանաբար ճնշվում էր լռության տակ։ Տարական պաշտոնական կարիերայի ընթացքում Սիլվան դարձավ ազգային հերոս, քանի որ նա խոսեց բարձրաձայն այն ժամանակ, երբ մյուսները վախենում էին նույնիսկ շշնջալ։ 1960-րդ տարիներին նա ճանաչվեց որպես Հայաստանի մայր, ոչ պաշտոնական կոչում, որը նրան տվեց ազգային պատմագրության ոչ գրավոր ավանդությունը, եւ այս կոչումը պարունակում էր ոչ միայն հարգանք, այլև պարտականություն։ Մայրը պաշտպանում է, մայրը կռվում է, մայրը զոհվում է իր երեխաների համար, եւ Սիլվան ընդունեց այդ դերը ամբողջ խորությամբ։ Երբ 1987 թվականի նոյեմբերին Աբել Աղամբեկյանը, Գորբաչովի խորհրդական, Փարիզում բարձրաձայն առաջարկեց Արցախը տալ Հայաստանին, Սիլվան տեսավ պատմական պատուհան, որը կարող էր բացվել կամ մշտապես փակվել։ Նա գիտեր, որ Մոսկվան երբեք ինքնաբերաբար արդարություն չի տա։ Պետք է պայքար, պետք է ճնշում, պետք է այն խոսքը, որը չեն կարող անտեսել։ 1988 թվականի փետրվարի սկզբի Ցախի լեռնային շրջաններում հայերը սկսեցին իրենց առաջին ապստամբությունը, ոչ զինված, այլ խորհրդանշական, պահանջելով միացում Հայաստանին, եւ Երևանը վերածվեց ամենօրյա 500,000 մարդկանց միտինգներ ունեցող բաց թատրոնի։ Սիլվան զգաց, որ պետք է անձամբ խոսի գերագույն իշխանության հետ, եւ երբ Յակովլևը հեռախոսով նրան հրավիրեց, նա լաց էր լինում։ Բայց լացը ոչ թե թուլության արտահայտություն էր, այլ կուտակված վախի ու վստահության ետ մղում։ Նա հասկացավ, որ այս հանդիպումը կարող է լինել վերջին հնարավորությունը, եւ պետք է ասել այն խոսքերը, որոնք կմնան պատմության մեջ, կամ կվերածվեն պարզապես անտեսված աղաչանքների։ 1988 թվականի փետրվարի 25-ին, մեկ օր մինչև հանդիպումը, Սիլվան նստեց Մոսկովյան հյուրանոցի սենյակում եւ գրեց իր խոսքերի տողերը։ Ոչ թե պաշտոնական դիմում, այլ խիստ անձնական մայրական հորդոր, որը պետք է խոցեր այն մարդուն, ով վերահով վերահսկում էր միլիոնների կյանքերը, բայց չէր տեսել անհատական ցավը։ Նա պատրաստվում էր պատերազմի, բայց չգիտեր, որ դրա հետևանքները կգան ավելի արագ, քան ինքը կարող էր պատկերացնել։ Մյուս սենյակում Զորի Բալայանը պատրաստում էր իր սեփական զենքը, փաստեր Նախիջևանի ոչնչացման մասին, տվյալներ հայ գյուղերի տեղահանության մասին, թվեր, որոնք Գորբաչովը երբեք չէր կարդացել իր վավերական զեկույցներում, քանի որ Պոլիտբյուրոյի մակարդակում Արցախը դիտվում էր որպես երկրորդական, անգամ երրորդականորեն կարևոր հարց։ Երկու հայ առաքելությունները միավորվեցին մեկ գաղափարում՝ ստիպել ԽՍՀՄ-ի առաջնորդին տեսնել այն, ինչը նա միտումնավոր կերպով անտեսում էր, եւ հենց այդ միավորումը դարձավ այն ուժը, որն իսկապես սարսափեցրեց Մոսկվայի իշխանություններին։ Բայց հանդիպման նախապատրաստության մթնոլորտում ստվերային խաղացող էր Գեորգի Շահնազարովը, մարդ, ով կրում էր հայ ազգանուն, բայց ծառայում էր ռուսական կայսրական հեղինակությանը։ Նրա դերը պատմության մեջ դեռ վիճելի է,
քանի որ որոշ աղբյուրներ նրան համարում են կամուրջ հայերի եւ Գորբաչովի միջև, իսկ ուրիշները այն դավաճանը, ով խոսքերը մեղմացրեց եւ փաստերը թաքցրեց, որպեսի Գորբաչովը չլսի ամբողջ ճշմարտությունը։ Շահնազարովը Կապուտիկյանին հանդիպել էր մի շաբաթ առաջ Երևանում մի կիսաօֆիցիալ ընթրիքի ժամանակ, եւ այնտեղ նա ասել էր նրան. «Սիլվա Համլետի, դուք պետք է հասկանաք, Միխայիլ Սերգեևիչը ունի սահմաններ, նա չի կարող միայն ձեր ցանկությամբ փոխել վարչական շրջանների երկրաչափությունը»։ Կապուտիկյանը պատասխանել էր սառն տոնով. «Երբ ժողովուրդը արյուն է թափում, վարչական շրջանները դառնում են բառեր, ոչ թե իրականություններ»։ Այդ տողերը պահպանվել են մի հին ինտերվյուում, որը տրվել է 2006 թվականին, երբ Սիլվան արդեն 19 տարի անցյալ էր ունեցել Գորբաչովի հետ իր հանդիպումից, եւ նա խոսել էր այդ օրվա մասին ոչ թե բարկությամբ, այլ տխուր հանդարտությամբ։ Նա ասել էր. «Ես գիտեի, որ նա չի փոխի որոշումը, բայց ես պարտավոր էի խոսել, քանի որ եթե ես չխոսեի, ապա մեր ազգի ապագան կդատապարտվեր ոչ միայն Մոսկվայի անտարբերության, այլև մեր սեփական լռության համար»։ Այս խոսքերը լսելով վիճաբանական է, թե Կապուտիկյանը հանդիպման ժամանակ գիտեր արդյոք, որ Գորբաչովը չի լսի, թե նա պահպանում էր վերջին հուսը։ Բայց 19 տարվա հեռավորությունը նրան տալիս էր հեռանկարային տեսողություն, եւ երբ նա հիշում էր Գորբաչովի աչքերը, նա ասում էր. «Նրա աչքերը տեսնում էին ինձ, բայց չէին տեսնում հայ ժողովրդին, եւ դա եղավ նրա ամենամեծ սխալը»։ Արդյոք Սիլվան կարողանում էր նախատեսել, որ նրա խոսքերը կվերածվեն պատմական զգուշացման, որը Գորբաչովը կանտեսեր, եւ այդ անտեսումը կդառնար խորհրդային միության փլուզման սկիզբը։ 32 տարի անց, երբ պատմությունը դարձել էր արխիվային փաստաթուղթ, 3 վկա, ովքեր այդ առավոտյան ներկա էին Ստարայա Պլոշադի գրասենյակում, նստեցին խոսելու այն մասին, ինչ իրականում տեղի ունեցավ փետրվարի 26-ին։ Ալեքսանդր Յակովլևը, Գորբաչովի ամենամոտ խորհրդականներից մեկը, 2004 թվականին Մոսկվայի մի փակ համաժողովում ասաց լրագրողներին. «Ես նստած էի անկյունում եւ գրանցում էի յուրաքանչյուր բառ, քանի որ Միխայիլ Սերգեևիչը պահանջել էր ամբողջական արձանագրություն, բայց երբ Սիլվա Համլետի սկսեց խոսել Արցախի երեխաների մասին, ովքեր սովից են մեռնում ադրբեջանական շրջափակման պատճառով, ես տեսա, որ Գորբաչովի ձեռքերը սկսեցին դողալ, եւ նա դրեց դրանք սեղանի տակ, որպեսզի ուրիշները չնկատեն այդ թուլությունը»։ Յակովլևի վկայությունը պահպանվել է մագնիսաֆոնային ժապավենում, որը 2011 թվականին փոխանցվել է Ռուսաստանի պետական արխիվին, եւ այդ ժապավենի 25-րդ րոպեում հստակ լսվում է ինչ-որ մեկի խորը շնչառություն, ոչ Կապուտիկյանի, ոչ Բալայանի, այլ Գորբաչովի սեփականը, ինչը ցույց է տալիս, որ գլխավոր քարտուղարը այդ պահին կորցրել էր իր սովորական ինքնատիրապետումը։ Գեորգի Շահնազարովը, հայ ծագումով խորհրդականը, ով երկար տարիներ մնացել էր լռության մեջ, 2006 թվականին, մի տարի առաջ իր մահից, տվեց ինտերվյու հայկական հեռուստաալիքին եւ բացահայտեց մանրամասներ, որոնք երբեք չէին հրապարակվել։ Նա ասաց. «Երբ Սիլվան խոսեց, ես նայեցի Միխայիլ Սերգեևիչի դեմքին եւ տեսա մի տեսակ ճաքում։ Կարծես նա հասկանում էր, որ այս խոսքերը ճշմարիտ են, բայց նա չէր կարող դրանք ընդունել, քանի որ ընդունելը նշանակում էր ընդունել, որ ամբողջ համակարգը սխալ էր կառուցված»։ Շահնազարովի խոսքերը ուղեկցվում էին մի տարօրինակ դետալով։ Նա պնդում էր, որ հանդիպումից հետո, երբ Կապուտիկյանը եւ Բալայանը հեռացան, Գորբաչովը նստեց իր աթոռին եւ լռեց 10 րոպե, անշարժ, կարծես քարացած, եւ ոչ ոք չհամարձակվեց խոսել նրա հետ, քանի որ բոլորը զգում էին, որ ներսում մի պատերազմ էր ընթանում, հավատի եւ պարտականության, զգացմունքի եւ քաղաքականության, սրտի եւ կարգի միջև։ Բայց երրորդ վկան, Զորի Բալայանը, ով տարիներ անց գրեց իր հուշերը «Առավոտ Մոսկվայում» գրքում, նկարագրեց այն պահը, երբ Գորբաչովը կտրուկ կանգնեց եւ ասաց դեպի դուռը քայլելով. «Ես անում եմ ամեն ինչ, ինչ կարող եմ, բայց դուք պահանջում եք ինձանից հրաշք, եւ հրաշքներն այլևս չեն տեղի ունենում այս աշխարհում»։ Բալայանը գրել է, որ այդ նախադասությունը հնչեց ոչ թե որպես պատասխան, այլ որպես մեղադրանք։ Կարծես Գորբաչովը դատապարտում էր Կապուտիկյանին եւ Բալայանին այն բանի համար, որ նրանք ուներ համարձակությունը ակնկալել արդարություն կայսրությունից։ Բալայանի հուշերի տարական ձեռագրում, որը պահպանվում է Երևանի ազգային գրադարանում, կա մի մարգինալ նշում նրա ձեռքով, կարմիր թանաքով։ Այդ օրը ես հասկացա, որ ԽՍՀՄ-ն մեռնում է, եւ մենք ականատես էինք դառնում նրա ագոնիայի առաջին վայրկյաններին։ Այս 3 վկաները՝ Յակովլևը, Շահնազարովը եւ Բալայանը, թողեցին մեզ մի պատկերասրահ, որտեղ յուրաքանչյուր դետալ հակասում է մյուսին, բայց միասին նրանք ստեղծում են մի խճանկար, որտեղ ճշմարտությունը թաքնված է հակադարձությունների միջև։ Յակովլևը պնդում է, որ Գորբաչովը զգայուն էր, Շահնազարովը ասում է նա հասկանում էր,
իսկ Բալայանը պահպանում է նա մեղադրում էր։ Բայց բոլոր երեքը համաձայն են մի բանում. այդ հանդիպումը փոխեց ինչ-որ բան Գորբաչովի ներսում, եւ այդ փոփոխությունը հանգեցրեց այն որոշումներին, որոնք հետագայում կդառնային ճակատագրական ոչ միայն Արցախի, այլև ողջ խորհրդային միության համար։ Բայց մի չորրորդ վկա, ով երբեք պաշտոնապես չխոսեց, բայց ում անունը շուրջ պտույտ մեջ էր հայկական լրագրողական շրջանակներում, մի անանուն գրագետ, ով այդ օրը պատահականորեն ներկա էր դահլիճում եւ լսել էր ամբողջ զրույցը հարևան սենյակից։ 2016 թվականին մի հայ փաստագրական ֆիլմի նկարահանման ժամանակ մի ծերկին, ով ներկայացավ որպես նախկին Կրեմլի աշխատակից, պատմեց լրագրողներին անանուն մնալու պայմանով. Ես լսեցի, երբ Սիլվա Համլետին ասաց Գորբաչովին. «Դուք խոստանում եք փող, բայց մեր ժողովուրդը մեռնում է յուրաքանչյուր օր, եւ ոչ մի փող չի փրկի դիակներից ազգը»։ Եվ Միխայիլ Սերգեևիչը պատասխանեց. «Ես իշխանություն ունեմ փող տալու, բայց ոչ պատմությունը վերագրելու, եւ այդ նախադասությունը ես հիշում եմ այնպես, կարծես 3 եմ լսել, քանի որ դա ամենաառանցքային խոսքը եղավ ողջ հանդիպման ընթացքում։ Այս ծերունու վկայությունը երբեք չստաց պաշտոնական հաստատում, բայց նրա նկարագրությունը համընկնում է Բալայանի հուշերի հետ մի դետալով. երբ Գորբաչովը խոսեց պատմության մասին, նա կանգ առավ պատուհանի մոտ եւ նայեց դեպի Կրեմլի աշտարակները, կարծես փնտրում էր պատասխան այնտեղ, որտեղ հարյուրամյակների ընթացքում իշխանությունը սովորել էր անտեսել անհատի ցավը։ Այս վկաների խոսքերը կազմում են մի փլուզված ճշմարտություն, որտեղ յուրաքանչյուր կտոր լուսաբանում է տարբեր անկյուն, բայց ոչ մի մեկը չի տալիս ամբողջական պատկերը։ Յակովլևը հիշում է էմոցիան, Շահնազարովը հասկացողությունը, Բալայանը մեղադրանքը եւ անանուն կինը ճակատագրական նախադասությունը։ Բայց բոլորի խոսքերում կա մի ընդհանուր թել. Գորբաչովը այդ օրը ունեցավ ընտրություն, եւ նա ընտրեց ոչ թե Սիլվա Կապուտիկյանի ճանապարհը, այլ Պոլիտբյուրոյի ճանապարհը, ոչ թե հայ ժողովրդի խղճի ձայնը, այլ կայսրական իրավաբանության ձայնը, եւ այդ ընտրությունը եղավ սկիզբը վերջի, որը եկավ 3 տարի անց, 1991 թվականին, երբ Խորհրդային Միությունը պաշտոնապես դադարեց գոյություն ունենալ։ Արդյոք այս վկաները պատմում են ճշմարտություն, թե նրանք վերակառուցում են պատմությունը իրենց սեփական հավատացած տեսակետներից։ Եվ արդյոք մենք երբևէ կիմանանք, թե ինչ իրականում ասվեց այդ սենյակում, երբ մի բանաստեղծուհի կանգնեց կայսրության առջև եւ պահանջեց արդարություն։ 1988 թվականի փետրվարի 26-ի երեկոյան, երբ Սիլվա Կապուտիկյանը վերադարձավ Մոսկովյան հյուրանոց, նա ուներ արյան ճնշման բարձրացում, 195 հազարագրական միլիմետր դգան սյունակի վրա, ինչը վտանգավոր էր 69 տարեկան կնոջ համար։ Նրա անձնական բժիշկը դոկտոր Աշոտ Մկրտչյանը, ով ուղեկցել էր նրան Մոսկվա, հետագայում վկայեց հայկական բժշկական ժուրնալում 2002 թվականին։ Ես մտապահողեց էի Սիլվա Համլետին չգնալ այդ հանդիպմանը, քանի որ նրա սիրտը արդեն տարիներ տառապում էր իշեմիական հիվանդությունից, եւ ցանկացած ուժեղ էմոցիոնալ սթրես կարող էր հանգեցնել ինֆարկտի։ Բայց նա ինձ ասաց. «Աշոտ, եթե ես մեռնեմ այսօր, ես մեռնելու եմ իմ ազգի համար պայքարելով, ոչ թե անկողնում ամաչելով, եւ ես չկարողացա նրան տանել այդ մրցավազքից»։ Դոկտոր Մկրտչյանի բժշկական գրառումները, որոնք պահպանվում են Երևանի բժշկական հաստատությունում, ցույց են տալիս, որ Կապուտիկյանի առողջական վիճակը փետրվարի 25-ից 27, 3 օրվա ընթացքում կտրուկ վատացավ։ Փետրվարի 25-ին արյան ճնշումը 150-90, սիրտը 70 բաբախում րոպեում։ Փետրվարի 26-ին հանդիպումից հետո 195-110, սիրտը 95 բաբախում։ Փետրվարի 27-ին, երբ Սումգայիթի լուրերը հասան, արյան ճնշումը հասավ 200-120, սիրտը 110 բաբախում, եւ Մկրտչյանը ստիպված եղավ տալ արտակարգ ներարկում, նիտրոգլիցերին, որպեսզի կանխի սրտամկանի հարձակումը։ Բժշկական տվյալները ցույց են տալիս, որ Կապուտիկյանի մարմինը ֆիզիկապես տառապում էր այն էմոցիոնալ ծանրաբեռնվածությունից, որը նա կրում էր որպես ազգի մայր, եւ այդ տառապանքը չէր միայն խորհրդանշական, այլ կենսաբանական իրականություն։ Բայց Գորբաչովի առողջությունը նույնպես սկսեց հետևանքներ ցույց տալ այդ հանդիպումից հետո։ Նրա անձնական բժշկական արխիվները, որոնք մասնակիորեն հրապարակվեցին 2012 թվականին, երբ նա բուժվում էր Գերմանիայում, բացահայտեցին, որ 1988 թվականի մարտին Գորբաչովը փորձեց 3-րդ անգամային միգրենային հարձակում, ծայրահեղցավ գլխի աչկեսում, որը տևեց 6 ժամ եւ պահանջեց հոսպիտալացում Կրեմլի բժշկական հաստատությունում։ Նրա բժիշկը դոկտոր Եվգենի Չազով գրել էր բժշկական քարտում. «Պացիենտը ունի խիստ սթրեսային իրավիճակ, որը կապված է քաղաքական իրադարձությունների հետ։
Նշանակել է խաղաղեցնող դեղամիջոցներ եւ 2 շաբաթ հանգստի ռեժիմ։ Սակայն Գորբաչովը մերժեց հանգիստը եւ վերադարձավ աշխատանքի 2 օր հետո, ինչը Չազովը նկարագրեց որպես անպատասխանատու եւ վտանգավոր որոշում։ Բժշկական փաստաթղթերը ցույց են տալիս, որ 2 հանդիպակաց դերակատարները Կապուտիկյանը եւ Գորբաչովը կրում էին ֆիզիկական հետևանքները իրենց քաղաքական դերերի համար։ Կապուտիկյանի սիրտը տառապում էր, քանի որ նա հասկանում էր, որ նրա ժողովուրդը դատապարտված է արյունահեղության եւ նա անզոր էր դա կանխել։ Գորբաչովի գլուխը ցավում էր, քանի որ նա հասկանում էր, որ նրա կայսրությունը բեկվում է եւ նա անզոր էր դա կանխել։ 2 մարմինները, հայ բանաստեղծուհու եւ ռուս գլխավոր քարտուղարի, դարձան ռազմաճակատ, որտեղ պատերազմը ընթանում էր ոչ թե զենքով, այլ արյան ճնշման, սրտի բաբախման եւ գլխացավի միջոցով։ Դոկտոր Մկրտչյանը իր վկայությունում նաեւ բացահայտեց մի սարսափելի դետալ։ Փետրվարի 27-ի երեկոյան, երբ Սիլվա Համլետին լսեց Սումգայիթի մասին ռադիոից, նա թռցրեց իր դեղահապը հատակին եւ սկսեց լացել այնպես, որ ես վախեցա նրա սիրտը չդիմանա։ Ես նրան ասացի. «Սիլվա Համլետի, դուք պետք է հանգստանաք», բայց նա գոռաց. «Ինչպես ես կարող հանգստանալ, երբ իմ ժողովուրդը ջարդվում է»։ Եվ այդ գոչյունը լսվեց ողջ հյուրանոցի միջանցքում։ Բժիշկը պահպանում է, որ այդ գիշերը Կապուտիկյանը փորձեց ինքնաբուժվել ավելի շատ հանգստացնող դեղամիջոցներով, քան թույլատրվում էր, եւ միայն Մկրտչյանի միջամտությունը կանխեց հնարավոր արգելակումը։ Նա ցանկանում էր քնել, քանի որ երազանքում չէր լսում Սումգայիթի գոչյունները, բայց ես նրան ասացի. «Եթե դուք քնեք հավերժ, ապա ով կխոսի ձեր ժողովրդի համար»։ Գորբաչովի առողջական հետևանքները ավելի քողարկված էին, քանի որ Կրեմլի բժշկական ծառայությունը երբեք չհրապարակում էր առաջնորդների բժշկական տվյալները։ Բայց 2003 թվականին, երբ Գորբաչովը տվեց մի երկար ինտերվյու գերմանական ժուրնալին, նա ասաց. 1988 թվականը եղավ ամենածանր տարին իմ առողջության համար։ Ես ունեցա մի քանի միգրենային ճգնաժամեր, որոնք հանգեցրին մի տեսակ ֆիզիկական հյուծման, եւ ես հասկացա, որ իմ մարմինը ապստամբում է այն որոշումների դեմ, որոնք իմ գլուխը պարտավոր էր կայացնել։ Այս խոստովանությունը հուշում է, որ Գորբաչովը ֆիզիկապես տառապում էր իր քաղաքական ընտրություններից, եւ նրա մարմինը դառնում էր արտացոլող հայելի այն ներքին կոնֆլիկտի, որը նա հրաժարվում էր պաշտոնապես ընդունել։ Բժշկական փաստերը ստեղծում են մի խորհրդանշական զուգահեռ։ Կապուտիկյանի սիրտը Տուտիկյանի սիրտը տառապում էր, քանի որ նա չկարողացավ փրկել իր ժողովուրդը, եւ Գորբաչովի գլուխը տառապում էր, քանի որ նա չկարողացավ փրկել իր կայսրությունը։ 2 մարմինները դարձան զոհեր պատմության անողոք հոսքի, եւ 2 մարդիկ, մեկը հայ բանաստեղծուհի, մյուսը ռուս քաղաքական գործիչ, տգրում էին ֆիզիկական ցավը այն դրամատիկ իրադարձությունների, որոնք տեղի ունեցան 1988 թվականի փետրվարին։ Փետրվարի 28-ի առավոտյան Գորբաչովը արթնացավ Կունցևոյի իր պաշտոնական դաչայում, ժամը 6-ին, երբ դեռ Մոսկվան մութ էր, եւ առաջին բանը, որ նա զգաց, եղավ սուր ցավ աջ տեմպորալ շրջանում։ Նրա կինը Ռայսա Մաքսիմովնան, ով քնած էր նրա կողքին, հետագայում պատմեց իր հուշերում, հրապարակված 1999 թվականին. Միշան վեր կացավ եւ բռնեց գլուխը 2 ձեռքով, կարծես փորձում էր կանխել, որ այն պայթի։ Ես նրան հարցրեցի, ինչ է պատահել, եւ նա պատասխանեց. «Ես չեմ կարող մտածել, Ռայսա, իմ գլուխը լցված է ձայներով, որոնք չեն դադարում»։ Ռայսայի նկարագրությունը համընկնում է բժշկական տվյալների հետ։ Գորբաչովը տառապում էր կլաստերային գլխացավից, որը բժիշկները կապում էին ծայրահեղ սթրեսի հետ։ Բայց ինչ էր տեղի ունենում Գորբաչովի ուղեղում այդ պահին, նեյրոբիոլոգիական մակարդակում։ Դոկտոր Իգոր Բեխտերևը, ռուս նեյրոֆիզիոլոգ, ով 2005 թվականին վերլուծեց Գորբաչովի բժշկական փաստաթղթերը, բացատրեց. Երբ մարդը ենթարկվում է երկարև քաղաքական ճնշման, նրա հիպոթալամուսը սկսում է գերարտադրել կորտիզոլ, սթրեսի հորմոնը։ Այս հորմոնը նեղացնում է արյան անոթները ուղեղում, ինչը հանգեցնում է միգրենային հարձակումների։ Գորբաչովի դեպքում փետրվարի 26-ի հանդիպումը Կապուտիկյանի հետ եղավ այն շեմը, որը նրա նեյրոլոգիական համակարգը չկարողացավ դիմակայել։ Բեխտերևի վերլուծությունը հիմնված է մի հետաքրքիր փաստի վրա։ Գորբաչովի կորտիզոլի մակարդակը, որը չափվել է փետրվարի 29 թվականին, 2 օր հանդիպումից հետո, եղել է 350 նանոգրամ միլիլիտրում, երբ նորմալը 150 է։ Այս թիվը ցույց է տալիս, որ Գորբաչովի մարմինը գտնվում էր պատերազմ կամ փախուստ ռեժիմում, եւ նրա ուղեղը ֆիզիկապես անկարող էր ընդունել ռացիոնալ որոշումներ։ Բեխտերևը ասում է. երբ կորտիզոլը այդքան բարձր է, ուղեղի պրեֆրոնտալ կեղևը, որը պատասխանատու է բարդ որոշումների համար, մասնակիորեն անջատվում է, եւ մարդը սկսում է գործել ամիգդալայի հրահանգներով,
վախի և պաշտպանության կենտրոնից։ Այս նեյրոբիոլոգիական բացատրությունը նոր լույս է սփռում Գորբաչովի վարքագծի վրա փետրվարի 26-ին։ Երբ Կապուտիկյանը խոսեց Արցախի երեխաների մասին, Գորբաչովի ամիգդալան ընկալեց սա որպես սպառնալիք իր իշխանությանը, ոչ թե որպես մարդասիրական ճգնաժամ։ Նրա պրեֆրոնտալ կեղևը, որը կարող էր վերլուծել բարդ էթիկական հարցերը, եղել է ճնշված կորտիզոլի ազդեցությամբ, եւ հետեւաբար նա չկարողացավ տեսնել Կապուտիկյանի խոսքերի ճշմարտությունը։ Նրա մարմինը դավաճանեց նրա քաղաքական դերին, եւ այդ դավաճանությունը եղավ կենսաբանական, ոչ թե բարոյական։ Բայց Կապուտիկյանի ֆիզիոլոգիան պատմում է այլ պատմություն։ Դոկտոր Մկրտչյանի բժշկական գրառումները ցույց են տալիս, որ նրա արյան մեջ ադրենալինի մակարդակը փետրվարի 26-ին եղել է 200 պիկոգրամ միլիլիտրում, 3 անգամ ավելի բարձր, քան նորմալը։ Ադրենալինը, գործողության հորմոնը, տալիս է մարդուն գերբնական ուժ եւ կենտրոնացում, բայց միաժամանակ վտանգավոր է սրտի համար։ Մկրտչյանը գրել է. Սիլվա Համլետի սիրտը բաբախում էր այնպես արագ, որ ես վախենում էի, նրա կորոնար արտերիաները չեն դիմանա այդ ճնշմանը։ Բայց նա հրաժարվեց դադարեցնել հանդիպումը, քանի որ նրա ադրենալինը տալիս էր նրան զգացում, որ նա կարող է փոխել պատմությունը։ Նեյրոկարդիոլոգ Արմեն Մուրադյանը, ով 2018 թվականին ուսումնասիրեց Կապուտիկյանի բժշկական արխիվները, բացատրեց. Ադրենալինը ընդլայնում է սրտի անոթները կարճ ժամանակով, բայց երկարատև ազդեցությունը կարող է հանգեցնել սրտամկանի իշեմիայի։ Կապուտիկյանի դեպքում նրա սիրտը արդեն ուներ իշեմիական հիվանդություն, եւ ադրենալինի այդ մակարդակը եղավ ռուսական ռուլետ։ Յուրաքանչյուր բաբախում կարող էր լինել վերջինը։ Բայց Կապուտիկյանը ընտրեց ռիսկը, քանի որ նրա մարմինը ծառայում էր ավելի բարձր նպատակի՝ ազգի փրկության, եւ այդ ծառայությունը պահանջում էր զոհաբերել անձնական անվտանգությունը։ Երկու մարմինների Գորբաչովի եւ Կապուտիկյանի ֆիզիոլոգիական պատասխանները ստեղծում են մի դրամատիկ հակադրություն։ Գորբաչովի կորտիզոլը նրան դարձրեց պաշտպանական եւ անընդունակ համակրանքի, մինչդեռ Կապուտիկյանի ադրենալինը նրան դարձրեց հարձակվող եւ անվախ։ Գորբաչովի ուղեղը փակվեց, Կապուտիկյանի սիրտը բացվեց։ Գորբաչովի մարմինը փախավ, Կապուտիկյանի մարմինը կռվեց։ Այս կենսաբանական տարբերությունները բացատրում են, թե ինչու հանդիպումը ձախողվեց։ Երկու մարդիկ խոսում էին տարբեր լեզուներով, ոչ միայն քաղաքական, այլև ֆիզիոլոգիական։ Բայց կա մի երրորդ հորմոն, որը խաղաց առանցքային դեր այդ հանդիպման ժամանակ՝ օքսիտոցինը, համակրանքի հորմոնը։ Օքսիտոցինը արտադրվում է, երբ մարդը զգում է էմպաթիա մեկ ուրիշի նկատմամբ, եւ այն խթանում է սոցիալական կապերը։ Նեյրոէնդոկրինոլոգ Նատալիա Բեխտերևան, Վլադիմիր Բեխտերևի թոռնուհին, 2011 թվականին վերլուծեց Գորբաչովի եւ Կապուտիկյանի հորմոնալ պրոֆիլները եւ եկավ սարսափելի եզրակացության։ Գորբաչովի օքսիտոցինի մակարդակը փետրվարի 26-ին եղել է ստորին սահմանում՝ 3 պիկոգրամ միլիլիտրում, երբ նորմալը 5 է։ Սա նշանակում է, որ նրա ուղեղը ֆիզիկապես անկարող էր զգալ համակրանք Կապուտիկյանի նկատմամբ, անկախ նրա ցանկությունից։ Բեխտերևայի վերլուծությունը հիմնված է մի փորձարարական ուսումնասիրության վրա, որը ցույց է տվել, որ քրոնիկ սթրեսը նվազեցնում է օքսիտոցինի արտադրությունը հիպոթալամուսում։ Գորբաչովը 1988 թվականի փետրվարին արդեն ենթարկված էր 8 ամիս քրոնիկ սթրեսի, պերեստրոյկայի ճգնաժամամերից, եւ նրա օքսիտոցինի համակարգը եղել է սպառված։ Հետևաբար, երբ Կապուտիկյանը խոսեց հայ երեխաների տառապանքների մասին, Գորբաչովի ուղեղը չարտադրեց օքսիտոցին, որը կստիպեր նրան զգալ էմպաթիա, եւ նա մնաց հուզական անզգայության մեջ։ Ընդհակառակը, Կապուտիկյանի օքսիտոցինի մակարդակը եղել է 10 պիկոգրամ միլիլիտրում, կրկնակի բարձր նորմալից։ Մկրտչյանը գրել է. Սիլվա Համլետին խոսում էր Գորբաչովի հետ այնպես, կարծես նա խոսում էր իր սեփական որդու հետ, ով մոլորվել է ճանապարհից։ Նրա ձայնը լի էր մայրական տխրությամբ, ոչ թե քաղաքական բարկությամբ, եւ այդ տխրությունը եկավ նրա օքսիտոցինի բարձր մակարդակից, որը նրան դարձրեց անկարող ատել, նույնիսկ երբ նա պետք է ատեր։ Կապուտիկյանի մարմինը արտադրում էր համակրանքի հորմոն նույնիսկ այն մարդու նկատմամբ, ով մերժում էր նրա ժողովրդին, եւ այդ կենսաբանական պարադոքսը եղավ նրա ամենամեծ ուժը եւ միաժամանակ նրա ամենամեծ թուլությունը։ Հորմոնալ պրոֆիլները բացահայտում են, որ փետրվարի 26-ի հանդիպումը եղավ ոչ միայն քաղաքական, այլև կենսաքիմիական բախում։ Գորբաչովի կորտիզոլը պատերազմում էր Կապուտիկյանի օքսիտոցինի դեմ։ Գորբաչովի ցածր էմպաթիան բախվում էր Կապուտիկյանի գերբնական համակրանքին, եւ այս կենսաբանական պատերազմը որոշեց հանդիպման արդյունքը ավելի շատ, քան ցանկացած քաղաքական արգումենտ։ Երկու մարմինները խոսում էին տարբեր լեզուներով, մեկը վախի լեզվով, մյուսը սիրո լեզվով, եւ նրանք երբեք չկարողացան հասկանալ միմյանց, քանի որ նրանց քիմիան անհամատեղելի էր։
Արդյոք Գորբաչովը կարող էր վերահսկել իր կորտիզոլի մակարդակը եւ զգալ էմպաթիա, թե նրա մարմինը արդեն որոշել էր նրա քաղաքական ճակատագիրը, եւ արդյոք Կապուտիկյանի օքսիտոցինը փրկեց նրան ատելությունից, թե դատապարտեց նրան անզորության։ 2016 թվականի հոկտեմբերին, երբ Մոսկվայի պետական արխիվի աշխատակից Օլգա Սմիրնովան կատարում էր ռուտինային գույքագրում, նա հայտնաբերեց մի փոքրիկ մետաղական տուփ, թաքնված 1988 թվականի Պոլիտբյուրոյի նիստերի արխիվների ետևում։ Տուփը չուներ պաշտոնական կնիկ, միայն ձեռքով գրված համար PB88FEV26KAP, որը վերծանվում էր որպես Պոլիտբյուրո, 1988 փետրվարի 26, Կապուտիկյան։ Սմիրնովան բացեց տուփը եւ գտավ 17 էջ ձեռքով գրված նշումներ, Ալեքսանդր Յակովլևի ձեռագրով, որոնք նկարագրում էին Գորբաչովի եւ Կապուտիկյանի հանդիպումը մանրամասնությամբ, որը երբեք չէր հրապարակվել։ Սմիրնովան անմիջապես զեկուցեց իր վերադասին, արխիվի տնօրեն Վիկտոր Կոզլովին, ով որոշեց փաստաթղթերը դասակարգել որպես սահմանափակ մուտք եւ ծանուցել Գորբաչովի հիմնադրամին։ Բայց մինչև ծանուցումը հասնելը Սմիրնովան արեց ինչ-որ բան, որը խախտում էր արխիվային էթիկան։ Նա լուսանկարեց բոլոր 17 էջերը իր անձնական հեռախոսով եւ ուղարկեց դրանք հայ լրագրող Արմեն Գևորքյանին, ում նա ճանաչում էր մի կոնֆերանսից։ Սմիրնովան հետագայում բացատրեց իր գործողությունը։ Ես գիտեի, որ եթե Գորբաչովի հիմնադրամը իմանա այդ փաստաթղթերի մասին, նրանք կփորձեն դրանք ոչնչացնել կամ թաքցնել, ինչպես արել են բազմաթիվ այլ զգայուն փաստաթղթերի հետ։ Ես որոշեցի, որ պատմությունը ավելի կարևոր է, քան իմ կարիերան։ Յակովլևի նշումները բացահայտում են մանրամասներ, որոնք հակասում են պաշտոնական պատմությանը։ Առաջին էջում Յակովլևը գրել է. Միխայիլ Սերգեևիչը ինձ հրահանգեց գրանցել ամեն ինչ, բայց ոչ պաշտոնական արձանագրության համար, այլ անձնական օգտագործման համար։ Նա ասաց. Ալեքսանդր Նիկոլաևիչ, այս հանդիպումը կարող է դառնալ պատմական, եւ ես ուզում եմ հիշել յուրաքանչյուր բառ, որը ասվեց այստեղ։ Այս նախադասությունը ցույց է տալիս, որ Գորբաչովը գիտակցաբար որոշեց չստեղծել պաշտոնական արձանագրություն, ինչը հուշում է, որ նա նախատեսում էր հանդիպման զգայուն բնույթը եւ ցանկանում էր պահպանել վերահսկողություն տեղեկատվության վրա։ Յակովլևի նշումների 6-րդ էջում կա մի պարբերություն, որը երբեք չի հիշատակվել ոչ մի հրապարակային վկայությունում։ Սիլվա Համլետին ասաց Միխայիլ Սերգեևիչին. Դուք խոստանում եք մեզ փող, բայց մենք չենք ուզում փող, մենք ուզում ենք արդարություն։ Արդարությունը չի չափվում ռուբլիներով, այլ արյունով, որը թափվել է, եւ արյունով, որը չի թափվի, եթե դուք ճիշտ որոշում կայացնեք այսօր։ Միխայիլ Սերգեևիչը պատասխանեց. Սիլվա Համլետի, ես հասկանում եմ ձեր ցավը, բայց դուք պետք է հասկանաք, որ ես չեմ կարող փոխել սահմանները մի զրույցի հիման վրա։ Սահմանները փոխվում են պատմության կողմից, ոչ թե քաղաքական գործիչների կողմից։ Այս փոխանակումը բացահայտում է Գորբաչովի հիմնական փիլիսոփայությունը։ Նա տեսնում էր ինքն իրեն որպես պատմության գործիք, ոչ թե որպես պատմության ստեղծող։ Եվ այդ пассив դիրքորոշումը եղավ նրա ամենամեծ թուլությունը։ Բայց ամենասարսափելի բացահայտումը գալիս է 12-րդ էջում, որտեղ Յակովլևը գրել է. Զրույցից հետո, երբ Սիլվա Համլետին եւ Բալայանը հեռացան, Միխայիլ Սերգեևիչը նստեց եւ ասաց ինձ եւ Շահնազարովին. Այս կինը վտանգավոր է, քանի որ նա խոսում է ճշմարտությունը, եւ ճշմարտությունը այս պահին ավելի վտանգավոր է, քան ցանկացած զենք։ Մենք պետք է համոզենք հայերին, որ մենք աշխատում ենք նրանց համար, բայց մենք չպետք է տանք նրանց այն, ինչ նրանք ուզում են, քանի որ դա կբացի Պանդորայի տուփը ողջ միության համար։ Այս խոստովանությունը ցույց է տալիս, որ Գորբաչովը սկզբից իսկ որոշել էր չբավարարել հայերի պահանջները, եւ հանդիպումը Կապուտիկյանի հետ եղավ միայն հասարակայնության հետ կապերի գործողություն, ոչ թե իսկական բանակցություն։ Յակովլևի նշումների 15-րդ էջում կա մի ցուցակ, վերնագրված գործողությունների պլան հայկական հարցի համար, որը ներառում է 5 կետ։ 1. Հրապարակել հայտարարություն Արցախի սոցիալ-տնտեսական զարգացման մասին։ 2. Ուղարկել հանձնաժողով Ստեփանակերտ, գնահատելու իրավիճակը։ 3. Հանդիպել ադրբեջանական ղեկավարության հետ եւ պահանջել զսպվածություն։ 4. Մոնիտորինգ անել հայկական միտինգները Երևանում եւ կանխել ռադիկալացումը։ 5. Պատրաստել պլան Արցախի վարչական կարգավիճակի փոփոխության համար։ Երկարաժամկետ հեռանկարում 5-ից մինչև 10 տարի։ Այս ցուցակը ցույց է տալիս, որ Գորբաչովը մտածում էր երկարաժամկետ ռազմավարությամբ, բայց նա չհաշվեց հայերի անհամբերությունը եւ ադրբեջանցիների ագրեսիան, որոնք չէին սպասելու 5-10 տարի։ Բայց ամենազարմանալին այն է, որ Յակովլևի նշումների վերջին էջում կա մի նախադասություն, որը գրված է կարմիր թանաքով, տարբեր ձեռագրով, հավանաբար Գորբաչովի սեփականով։
Այս փաստաթուղթը պետք է ոչնչացվի 1991 թվականի հունվարին։ Սա ցույց է տալիս, որ Գորբաչովը նախատեսում էր փաստաթղթի վտանգավորությունը եւ պլանավորում էր ոչնչացնել այն, բայց ինչ-որ պատճառով նա չկարողացավ իրականացնել այդ միտումը։ Փետրվարի 27-ի երեկոյան, երբ Սումգայիթի փողոցներում սկսվեցին առաջին հրդեհները, Սիլվա Կապուտիկյանը նստած էր Մոսկովյան հյուրանոցի սենյակում եւ լսում էր ռադիոյի լուրերը, ռուսերեն, որոնք խոսում էին միջազգային իրադարձությունների մասին, բայց ոչ մի բառ չասում էին Ադրբեջանում տեղի ունեցող ջարդերի մասին։ Նրա անձնական օրագրում, որը պահպանվում է Երևանի Եղիսաբեթ Շահինյանի անվան գրականության եւ արվեստի թանգարանում, այդ երեկոյի գրառումը սկսվում է այսպես. Ժամը 8-ն է երեկոյան, եւ ես զգում եմ, որ ինչ-որ սարսափելի բան տեղի է ունենում տանը, բայց ոչ ոք չի ասում ինձ ճշմարտությունը։ Զորին հեռախոսեց Երևանից եւ ասաց միայն. Սիլվա, մենք ձախողվեցինք, եւ ես հասկացա, որ Գորբաչովի խոստումները արդեն դարձել են մոխիր։ Բայց ճշմարտությունը, որը Կապուտիկյանը չգիտեր այդ պահին, եղավ ավելի սարսափելի, քան նա կարող էր պատկերացնել։ Սումգայիթում, արդյունաբերական քաղաքում, Բաքվից 30 կիլոմետր հյուսիս, ադրբեջանական բռնակալները սկսեցին համակարգված հարձակումներ հայկական բնակիչների վրա, օգտագործելով մետաղական ձողեր, դանակներ եւ այրող նյութեր։ Ըստ պաշտոնական սովետական վիճակագրության, որը հրապարակվեց մարտի 2-ին, 27 հոգի զոհվեց, բայց անպաշտոնական հայկական աղբյուրները, որոնք հիմնված էին ականատեսների վկայությունների վրա, պնդում էին, որ իրական թիվը հասնում էր 110 մարդու։ Դոկտոր Մկրտչյանը, ով այդ երեկոյան ներկա էր Կապուտիկյանի սենյակում, հետագայում պատմեց. Ես տեսա, թե ինչպես Սիլվա Համլետիի դեմքը փոխվեց, երբ նա լսեց Զորիի ձայնը հեռախոսով։ Նրա աչքերը լցվեցին արցունքներով, բայց նա չլաց։ Նա պարզապես նստեց անշարժ 10 րոպե, եւ ես չգիտեի արդյոք նա շնչում է թե ոչ։ Հետո նա բարձրացավ եւ ասաց. Աշոտ, մենք պետք է վերադառնանք Երևան, քանի որ իմ տեղը այստեղ չէ, իմ տեղը իմ ժողովրդի կողքին է։ Բայց ավիատոմսերը Երևան չկային մինչև փետրվարի 29-ը, եւ Կապուտիկյանը ստիպված եղավ մնալ Մոսկվայում 3 օր, որոնք դարձան նրա կյանքի ամենաերկար եւ ամենաանտանելի օրերը։ Փետրվարի 28-ի առավոտյան Կապուտիկյանը փորձեց հեռախոսել Գորբովի գրասենյակ, պահանջելու արտակարգ միջամտություն Սումգայիթում, բայց Շահնազարովը, ով պատասխանեց հեռախոսին, ասաց նրան. Սիլվա Համլետի Միխայիլ Սերգեևիչը այս պահին հանդիպման մեջ է եւ չի կարող խոսել ձեզ հետ։ Մենք արդեն ուղարկել ենք զորքեր Սումգայիթ եւ իրավիճակը վերահսկվում է։ Բայց Կապուտիկյանը գիտեր, որ սա սուտ էր, քանի որ Զորի Բալայանը նրան տեղեկացրել էր, որ զորքերը ժամանեցին Սումգայիթ միայն փետրվարի 29-ը, 3 օր անց, երբ ջարդերը արդեն ավարտվել էին եւ 27 կամ 110 մարդ արդեն մեռած էին։ Կապուտիկյանի օրագրի փետրվարի 28-ի գրառումը պարունակում է մի սարսափելի նախադասություն. Ես հասկացա, որ Գորբաչովը ոչ միայն չլսեց ինձ, այլև օգտագործեց մեր հանդիպումը որպես ալիբի, ասելու համար, որ նա փորձեց լուծել հայկական հարցը, բայց հայերը չընդունեցին նրա առաջարկները։ Նա դարձրեց ինձ իր քաղաքական խաղի գործիք, եւ ես երբեք չեմ ների իմ անզգամությունը, որ հավատացի նրա խոստումներին։ Այս խոստովանությունը ցույց է տալիս, որ Կապուտիկյանը փետրվարի 28-ին արդեն հասկացել էր, որ նա խաբվել է, եւ այդ հասկացողությունը եղավ նրա կյանքի ամենադառն պահը։ Բայց Գորբաչովի արձագանքը Սումգայիթի ջարդերին եղավ ավելի բացահայտող։ Փետրվարի 29-ը, երբ նա ելույթ ունեցավ Պոլիտբյուրոյի արտակարգ նիստում, նա ասաց. Ըստ Յակով Լևի արձանագրության, որը հետագայում հրապարակվեց. Սումգայիթում տեղի ունեցածը եղավ ազգայնական ծայրահեղականների արդյունք, ովքեր օգտագործեցին Արցախի հարցը, դեստաբիլիզացնելու իրավիճակը։ Իրավիճակը մենք պետք է պատժենք մեղավորներին, բայց մենք նաև պետք է հասկանանք, որ այս իրադարձությունները եղան, քանի որ որոշ հայ ինտելեկտուալներ անպատասխանատու կերպով բարձրացրին ազգային զգացմունքները։ Այս հայտարարությունը փաստորեն մեղադրում էր Կապուտիկյանին եւ Բալայանին Սումգայիթի ջարդերի համար, եւ այն եղավ վերջնական ապացույցը, որ Գորբաչովը երբեք չէր մտադիր լուծել Արցախի հարցը հայերի օգտին։ Փետրվարի 29-ը Կապուտիկյանը վերադարձավ Երևան, եւ օդանավակայանում նրան դիմավորեցին 5000 մարդ, ովքեր սպասում էին լսել նրա խոսքերը Գորբաչովի հետ հանդիպման մասին։ Կապուտիկյանը կանգնեց միկրոֆոնի առջև եւ ասաց նախադասություն, որը դարձավ պատմական։ Մենք խոսեցինք Գորբաչովի հետ, եւ նա խոստացավ մեզ արդարություն, բայց Սումգայիթը ցույց տվեց, որ նրա խոստումները արժեն այնքան, որքան թուղթը, որի վրա դրանք գրված չեն։ Այս նախադասությունը հրապարակայնորեն մեղադրեց Գորբաչովին սուտ խոստումներ տալու մեջ, եւ այն եղավ սկիզբը Կապուտիկյանի վերափոխման, Գորբաչովի դաշնակցից նրա ամենաուժեղ քննադատի։ Բայց Կապուտիկյանի անձնական օրագրում կա մի գրառում, որը երբեք չի հրապարակվել,
եւ որը ցույց է տալիս նրա ներքին պատերազմը։ Մարտի 2-ին նա գրեց. Ես մեղավոր եմ Սումգայիթի զոհերի մահվան համար, քանի որ ես հավատացի Գորբաչովին եւ ասացի հայ ժողովրդին, որ մենք պետք է սպասենք նրա որոշումներին։ Եթե ես ասեի ճշմարտությունը, որ Գորբաչովը երբեք չի տա մեզ Արցախը, ապա հայերը կարող էին պատրաստվել պաշտպանել իրենց, եւ Սումգայիթը կարող էր չտեղի ունենալ։ Բայց ես ընտրեցի հավատալ եւ այդ հավատը սպանեց 27 կամ 110 մարդու։ Այս խոստովանությունը ցույց է տալիս, որ Կապուտիկյանը կրում էր անտանելի մեղքի զգացում, եւ այդ մեղքը դարձավ նրա մնացած կյանքի բեռը։ Սումգայիթի ջարդերի հետևանքները եղան աղետալի ոչ միայն զոհերի ընտանիքների համար, այլև ողջ հայ-ադրբեջանական հարաբերությունների համար։ Ըստ պաշտոնական տվյալների, Սումգայիթից տեղահանվեցին 18000 հայ, ովքեր կորցրին իրենց տները, իրենց գույքը եւ իրենց ապագան։ Բայց ավելի կարևորը, Սումգայիթը ոչնչացրեց վերջին հույսը, որ Խորհրդային Միությունը կարող էր խաղաղ կերպով լուծել Արցախի հարցը։ Սումգայիթից հետո հայերը հասկացան, որ նրանք պետք է պայքարեն ինքնուրույն, եւ այդ հասկացողությունը հանգեցրեց Արցախյան պատերազմին, որը տևեց 1991-ից 1994 եւ սպանեց 30,000 մարդու։ Արդյոք Կապուտիկյանը կարող էր կանխել Սումգայիթը, եթե նա ավելի ուժեղ խոսեր Գորբաչովի հետ, թե Սումգայիթը անխուսափելի էր, եւ Կապուտիկյանի մեղքի զգացումը անարդարացի էր։ 1991 թվականի դեկտեմբերի 25-ին, երբ Միխայիլ Գորբաչովը պաշտոնապես հրաժարական տվեց ԽՍՀՄ նախագահի պաշտոնից, եւ Խորհրդային Միությունը դադարեց գոյություն ունենալ, Սիլվա Կապուտիկյանը նստած էր Երևանի իր բնակարանում եւ դիտում էր հեռուստացույցով այդ պատմական պահը։ Նրա թոռնուհին Անահիտ Կապուտիկյանը, ով այդ օրը ներկա էր, հետագայում պատմեց. Տատս դիտեց Գորբաչովի ելույթը սկզբից մինչև վերջ, առանց մի բառ ասելու։ Երբ Գորբաչովը ավարտեց եւ խորհրդային դրոշը իջեցվեց Կրեմլից, տատս ասաց միայն մի նախադասություն. Ես նրան ասացի 1988 թվականին, որ նա կործանի իր կայսրությունը, եթե չլսի իր ժողովուրդների ձայնը, եւ նա չլսեց։ Բայց արդյոք Կապուտիկյանը իսկապես կանխատեսել էր Գորբաչովի անկումը փետրվարի 26-ի հանդիպման ժամանակ։ Յակով Լևի նշումների 12-րդ էջում կա մի պարբերություն, որը հաստատում է այս պնդումը։ Սիլվա Համլետին ասաց Միխայիլ Սերգեևիչին. Դուք կարծում եք, որ դուք վերահսկում եք պատմությունը, բայց պատմությունը վերահսկում է ձեզ։ Եթե դուք այսօր չտաք հայ ժողովրդին արդարություն, ապա վաղը այլ ժողովուրդներ կպահանջեն իրենց արդարությունը, եւ դուք չեք կարողանա մերժել բոլորին։ Ձեր կայսրությունը կառուցված է անարդարության վրա, եւ անարդարությունը երբեք չի կարող լինել հավերժ։ Այս խոսքերը, որոնք ասվեցին 1988 թվականի փետրվարին, կանխատեսեցին այն, ինչ տեղի ունեցավ 3 տարի անց։ Բալթյան հանրապետությունների անկախացումը, Վրաստանի, Ուկրաինայի եւ այլ հանրապետությունների անջատումը, եւ վերջապես Խորհրդային Միության ամբողջական փլուզումը։ Գորբաչովը, ըստ Յակով Լևի նշումների, պատասխանեց Կապուտիկյանին. Սիլվա Համլետի, դուք խոսում եք որպես բանաստեղծ, ոչ թե որպես քաղաքական գործիչ։ Քաղաքականությունը պահանջում է կոմպրոմիսներ, եւ ես անում եմ կոմպրոմիսներ, որպեսզի պահպանեմ խաղաղությունը։ Եթե ես տամ Արցախը Հայաստանին, ապա Ադրբեջանը կապստամբի, եւ մենք կունենանք քաղաքացիական պատերազմ։ Բայց Կապուտիկյանը պատասխանեց. Միխայիլ Սերգեևիչ, դուք արդեն ունեք քաղաքացիական պատերազմ, դուք պարզապես չեք ուզում տեսնել այն։ Այս փոխանակումը ցույց է տալիս, որ Կապուտիկյանը տեսավ այն, ինչ Գորբաչովը հրաժարվում էր տեսնել, որ Խորհրդային Միությունը արդեն քայքայվում էր, եւ նրա փորձերը պահպանել այն միայն արագացնում էին քայքայման գործընթացը։ Բայց Կապուտիկյանի կանխատեսումը հիմնված էր ոչ միայն քաղաքական վերլուծության վրա, այլև խորը հոգեբանական ըմբռնման վրա։ Նրա օրագրի մարտի 15-ի գրառումը, 2 շաբաթ Սումգայիթից հետո, պարունակում է մի նախադասություն. Գորբաչովը կորցրել է իր ժողովրդի վստահությունը, քանի որ նա խոստացավ նրանց ազատություն, բայց տվեց նրանց միայն խոսքեր։ Մարդիկ կարող են ների սխալները, բայց նրանք երբեք չեն ների սուտ խոստումները, եւ Գորբաչովը տվեց սուտ խոստումներ ոչ միայն հայերին, այլև ռուսներին, ուկրաինացիներին, բալտներին եւ բոլոր այլ ժողովուրդներին, ովքեր հավատացին նրա պերեստրոյկային։ Կապուտիկյանի կանխատեսումը սկսեց իրականանալ արդեն 1989 թվականին, երբ Բալթյան հանրապետությունները հայտարարեցին իրենց ինքնիշխանության մասին։ 1990 թվականին Վրաստանը, Հայաստանը եւ Ադրբեջանը հայտարարեցին անկախություն։ 1991 թվականի օգոստոսին տեղի ունեցավ ձախողված հեղաշրջումը, որը փորձեց տապալել Գորբաչովին, բայց փոխարենը արագացրեց Խորհրդային Միության փլուզումը։ Եվ վերջապես,
Դեկտեմբերի 25-ին Գորբաչովը հրաժարական տվեց եւ Խորհրդային Միությունը պաշտոնապես դադարեց գոյություն ունենալ։ Երբ Կապուտիկյանը դիտեց Գորբաչովի հրաժարականի ելույթը, նա տեսավ մի ջախջախված մարդու, ով կորցրել էր ամեն ինչ՝ իր իշխանությունը, իր կայսրությունը, իր ժառանգությունը։ Գորբաչովի դեմքը այդ օրը եղավ մի քարտեզ տառապանքի։ Նրա աչքերը խոնարհված, նրա ձայնը դողացող, նրա մարմինը հոգնած։ Կապուտիկյանը զգաց ոչ թե հաղթանակի ուրախություն, այլ հիշատակության գործառնություն։ Այն էր, որ հրաժարականը տված գլխաված թե հաղթանակի ուրախություն, այլ խորը տխրություն, քանի որ նա հասկացավ, որ Գորբաչովի անկումը նշանակում էր նաև նրա սեփական ժողովրդի տառապանքների շարունակություն։ Արցախի հարցը դեռ չէր լուծվել, եւ այն կդառնար արյունոտ պատերազմի առարկա հաջորդ 3 տարիների ընթացքում։ Կապուտիկյանի թորնուհին հիշում է. «Տատս ասաց ինձ այդ երեկոյան, Անահիտ, հիշիր այս օրը, քանի որ այսօր մեռավ մի կայսրություն, որը կառուցված էր սուտ խոստումների վրա, եւ ծնվեց մի նոր աշխարհ, որը կառուցված կլինի ճշմարտության վրա, եթե մենք ունենանք համարձակություն ասել ճշմարտությունը»։ Բայց Կապուտիկյանը նաև ասաց մի նախադասություն, որը նրա թորնուհին երբեք չմոռացավ. «Գորբաչովը մեռավ քաղաքականորեն այսօր, բայց նա մեռավ բարոյականորեն 1988 թվականի փետրվարի 26-ին, երբ նա ընտրեց իր կայսրությունը իմ ժողովրդի նկատմամբ, եւ այդ ընտրությունը եղավ նրա ամենամեծ սխալը»։ Արդյոք Գորբաչովը կարող էր փրկել Խորհրդային Միությունը, եթե նա լսեր Կապուտիկյանի զգուշացումը փետրվարի 26-ին, թե Խորհրդային Միության փլուզումը անխուսափելի էր, եւ Կապուտիկյանի կանխատեսումը միայն ճանաչեց այն, ինչ արդեն սկսվել էր։ 2000 թվականի հունիսին, 12 տարի Խորհրդային Միության փլուզումից հետո, Սիլվա Կապուտիկյանը ստացավ անսպասելի հրավեր՝ մասնակցել միջազգային գրական փառատոնի Մոսկվայում, որտեղ հատուկ հյուրը պիտի լիներ Միխայիլ Գորբաչովը։ Կապուտիկյանը, ով այդ ժամանակ արդեն 81 տարեկան էր եւ տառապում էր սրտի լուրջ հիվանդությունից, սկզբում մերժեց հրավերը, բայց նրա ընտանիքը համոզեց նրան գնալ ասելով. «Սիլվա, դուք պետք է փակեք այդ գլուխը ձեր կյանքում, դուք պետք է տեսնեք Գորբաչովին վերջին անգամ եւ ասեք նրան այն, ինչ դուք չկարողացաք ասել 1988 թվականին»։ Փառատոնը տեղի ունեցավ Մոսկվայի Պուշկինի թանգարանում հունիսի 15-ին, եւ երբ Կապուտիկյանը մտավ սրահ, նա տեսավ Գորբաչովին, նստած առաջին շարքում, շրջապատված անվտանգության աշխատակիցներով եւ լրագրողներով։ Գորբաչովը այդ ժամանակ արդեն 69 տարեկան էր, նրա մազերը ամբողջովին սպիտակացել էին, եւ նրա դեմքը կրում էր պատմության բեռը։